Մերձավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով 3 ձերբակալվել էր Նարեկ Օհանյանը։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում կատարվել էին անհետաձգելի քննչական գործողություններ։ Ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել էին հնարավոր առնչություն հաստատող ապացույցներ՝ դիմակ, ձեռնոցներ, կոշիկներ, բաճկոն և գիշերային տեսանելիության սարք, որոնք նա փորձել էր ոչնչացնել։ Խուզարկության ընթացքում տակառի մեջ հայտնաբերվել էին նաև ձեռնոցներ ու այլ իրեր, որոնք համարվում էին հանցագործության իրեղեն ապացույցներ։ Նարեկ Օհանյանը հարցաքննության ժամանակ որևէ ցուցմունք չէր տվել, սակայն իրավապահների տեղեկություններով արդեն իսկ ի հայտ եկած փաստերը շուրջ 90%-ով բացահայտել էին դեպքը։ Նարեկ Օհանյանը այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն էր։ Գրիգոր Օհանյանը ՔՓԱ Մեհեր Ախտոյանի հորաքրոջ որդին էր և սպանվել էր հենց իր ծննդյան օրը։ Գրիգորի սպանության գործով մեղադրյալներից մեկը Վալոդյա Գրիգորյանի եղբայրն էր, որը այդ պահին գտնվում էր տնային կալանքի տակ։ Իսկ դեպքի գիշերը Վալոդյա Գրիգորյանը պատրաստվում էր գնալ շնորհավորելու իր եղբոր ծննդյան օրը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ժամը 11:52-ին ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Դեպքի հետևանքով սպանվել էին Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը, ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, իսկ վիրավորվել էր Արծրուն Գալստյանը։ Կրակոցները տեղի էին ունեցել Գրիգորյանի տան դիմաց, տեղադրված տեսախցիկները առգրավվել էին։ Վալոդյա Գրիգորյանը որպես ընդդիմադիր թեկնածու այս տարվա մարտի 30-ին ՏԻՄ ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ։ Քննչական կոմիտեն վստահեցրել էր, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և պատասխանատվության անխուսափելիությունը ապահովելու համար իրականացվել էին համալիր քննչական ու օպերատիվ գործողություններ։